Հարգելի հետևողներ, կզրուցենք Գոհար Ղումաշյանի հետ։ Տիկին Ղումաշյան ուժեղ Հայաստանը եւս դիմում է ներկայացրել, մի քիչ մանրամասնեք դիմումի մասին եւ առհասարակ որքանով էին ընտրությունները լեգիտիմ ձեզ համար։ Կարծում եմ բոլոր լրատվամիջոցները արդեն գիտեն, թե մեր արձագանքներից, թե անհատական դիմումներից, որ մենք այս ընտրությունները ամբողջովին լեգիտիմ չենք համարում։ Եղել են թե ընտրություններից առաջ մի շարք հետապնդումներ, մի շարք խախտումներ, թե նաև ընտրության ընթացքում մենք տեսել ենք, որ վաղ առավոտվանից եղել են որոշ ընտրատեղամասեր, որտեղ ընդհանրապես բացակայել է երրորդ համարով քվեաթերթիկը, եղել են ընտրատեղամասեր, որտեղ կուտակումներ են եղել եւ այդ կուտակումների արդյունքում ԿՊ-ն կարողացել է իր ուզած պլանը իրականացնի, եղել են ընտրատեղամասեր, տեսել եք, որ զինվորականներ են մտել մեծ քանակի ոչ թույլատրելի ժամին եւ մի շարք այլ ընտրակեղծիքներ, նշեմ նաեւ, որ եղել են ընտրատեղամասեր, որտեղ որ արձանագրված է, որ թափանցիկ ծրարով է եղել ընտրությունը, ինչը բոլորը գիտեն, որ անընդունելի փաստ է ընտրության ընթացքում։ Տիկին Ղումաշյան, ձեր պահանջը ո՞րն է։ Մեր պահանջը ընտրությունները անվավեր ճանաչելը, որպեսզի մենք կարողանանք եւս մեկ անգամ մեր ժողովրդին հնարավորություն տանք իրենց ընտրությունը կատարել։ Այդ հարցը այսօրվա նիստում եք քննելու։ Նաեւ այսօրվա նիստում մի քանի հարց է քննվելու, նաև մեր լիազոր ներկայացուցիչները մեր դիրքորոշումը հայտնելու են նիստի շրջանակներում։ Այսինքն դուք վստահում եք Նիկոլ Փաշինյանին եւ կարծում եք, որ հերթական անգամ ընտրության գնալիս կեղծումներ չեն լինելու, ժողովրդավար ձևով թափանցիկ ձևով։ Ոչ, մենք չենք վստահում Նիկոլ Փաշինյանին, պարզապես մենք ավելի ուշադիր ենք լինելու եւ ավելի հետեւողական, հաշվի առնելով այդ բոլոր ապօրինությունները, որոնք տեղի ունեցել հունիսի 7-ին։ Մանդատները վերցնելու քննարկում Իհարկե մենք այդ հարցը քննարկել ենք, դիրքորոշումը կհայտնենք, կարծում եմ մի քանի օրից։ Դեպի ասում էր, մեկը ասում է, որ սադրում են ձեզ, որպեսզի դուք դուք փողոց եւ փողոցային պայքար մղեք, ով է սադրում։ Գիտեք, մեզ համար մեր հայ ազգը, մեր հայրենակիցները բացարձակ արժեք են եւ մենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա շատ անկանոն եւ զոհերով լի կլինի, այդ իսկ պատճառով մենք այդ քայլի չենք գնում, մնում ենք օրենքի շրջանակներում։ Ձեր թիմից 177 անձի մեղադրանք է առաջադրվել, հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար ձայնագրություններ է հրապարակել։ Այդքան անձի մեղադրանք է առաջադրվել, ինչ իմաստով։ Ինձ նույնպես մեղադրանք է առաջադրվել, իմ գործընկերներին նույնպես, այդ ամենը որևէ հիմք չունի, գրեթե ամեն շաբաթ դատարանում իմ գործի շուրջ լսումներ են տեղի ունենում եւ որևէ մի փաստ չի կարող բերել դատարանը, որպեսզի արձանագրի, որ ես մեղավոր եմ։ Նույնը մեր իմ բոլոր գործընկերների շուրջ է կատարվում, բոլոր ձայնալսումները, որոնք որ հրապարակվում են եւ ցույց են տրվում ժողովրդին, այդ ամենը իրականության հետ որևէ աղերս չունի։ Ղումաշյանը ենթադրում որ այս իշխանությունը մնալով իշխանության կարգավիճակում դատարանների վրա այսպես ակնաճիշուներ են եւ մեղադրական դատավճիռներ կլինեն նաեւ ձեզ, նաեւ ձեր թիմակիցներ չկայքում։ Հարցը նորից կկրկնեք, չլսեց։ Հա։ Ասում եմ, չեք ենթադրում, որ այս իշխանությունը, որ ակնհայտ ճիշտները գործադրում դատավորների դատական համակարգի նկատմամբ, այսպես մեղադրական դատավճիռներ կլինեն ոչ միայն ձեր թիմակիցների, որոնց մեղադրանքն առաջադրված, այլ նաեւ ձեր։ Մենք գիտակցում ենք, որ դատարանները ցավոք սրտի այս պահին գտնվում են իշխանության ճնշումների տակ։ Մենք կոչ ենք անում բոլոր դատավորներին հավատարիմ մնան իրենց երդմանը եւ օբյեկտիվ որոշում կայացնեն։ Ձեր դաշինքի առաջին համարը եկել է այսօր ներկա է։ Մի քիչ առաջ միասին էինք, կարծում եմ հիմա կմոտենա, միասին դուրս եկանք գրասենյակին, իհարկե։ Տիկին Ղումաշյան, մանդատներ վերցնել չվերցնելու մասով, ընդդիմադիր մյուս ուժերի հետ արդյոք քննարկումներ լինում են եւ վերցնելու եւ չվերցնելու մասով միասնական է լինելու որոշումը։ Ես կարող եմ մեր ուժի մասով ասել, որ քննարկումը եղել է եւ դա կհրապարակվի, կարծում եմ 1-2 օրվա ընթացքում։
Շնորհակալություն։ Ես կռում եմ